Դեպքը Գեղակերտում էր եղել նոյեմբերի 5-ին։ Թոշակառու ամուսինները քնած էին, երբ ուշ գիշերով երկու դիմակավոր բակ մտան։ Բացեցին տան դուռն ու եթե փողն ու ոսկին ինքնուրույն կարողանային գտնել, տարեցներին գուցե եւ չանհանգստացնեին, բայց չէին գտել։ Տակնու վրա էին արել սենյակները, քանդել բարձ ու ներքնակ, հետո մտել էին ննջարան, արթնացրել, կապել ամուսիններին, ծեծել, պահանջել եւ ստացել 300,000 դրամ, 50,000 ռուբլի, 450,000 դրամի ոսկեղեն ու փախել։ Կինը ոսկին փողը դիմակավորներին տալուց հետո արձակել էր ամուսնու կապերը, վախվորած սպասել էին մինչև լույսը բացվեր, առավոտյան հարևաններին, բարեկամներին իմաց էին տվել եւ հենց հարազատներն էլ 102 էին զանգել։ Ահազանգից րոպեներ անց ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը Գեղակերտում էր։ Ոստիկանները զրուցեցին տուժողների հետ, բայց դիմակավորներն ինչպես էին տուն մտել, ոնց էին հայտնվել իրենց գլխավերևում, իրենք էլ չգիտեին։ Այդ պահին քնաթաթախ էին։ Արծացա, ատենամ մեկը սև բանով, մասկով, հա, զորշերով, բաներով, բգերող շեղտարտմա։ Արա ինչ այլ է, ինչ եք ուզեմ մեզնից։ Փող ու ոսկի, բայց տարբեր բանով խզալով էր ասեմ, էլի որ ծենից ճանանչեմ։ Անաստվածներ ասեցի, 90 տարեկան տղամարդ է, 80 էլ ես եմ, մեզի փող, ոսկի որ դու, չէ դուր թե չէ մարդիդ կխփեմ, քեզի կխփեմ։ Իրավապահները հաղորդում վերցրին տանտիրոջից, հանցագործության հետքերը եւ այլ իրեղեն ապացույցներ հայտնաբերելու նպատակով ուսումնասիրեցին տան տարածքը։ Դիմակավորները զգույշ էին գործել, մատնահետքեր վերցնելն անհնար էր։ Անկոչ հյուրերը թիրախը պատահական չէին ընտրել, թոշակառուները մենակ էին ապրում, զավակներն արտասահմանում էին, գումարով օգնում էին ծնողներին, պատրաստվում էին նրանց կանչել Ռուսաստան։ Տանը փող կար, զարդեր եւ սա գիտեին գյուղացիներից շատերը։ Պատահական չէր նաև դիմակներով տուն մտնելու հանգամանքը, չէր բացառվում, որ տան տերերը ճանաչեին նրանց։ Կասկածյալների շրջանակն աշճանաբար նեղանում էր, բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության, քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Արմավիրի մարզային վարչության աշխատակիցները։ Համապատասխան հանձնարարականներ տրվեցին համայնքային ոստիկանության ծառայողներին։ Անցկացած հարցումների արդյունքում պարզվեց, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի բնակիչ Գարուշ Առաքելյանը իր ընկերոջ հետ։ Նոյեմբերի 12-ին Գարուշ Առաքելյանին նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկեցինք ոստիկանության Վարշապատի բաժին։ Առերեսման ժամանակ թեև տուժողները ճանաչել էին Գարուշ Առաքելյանին, այնուամենայնիվ նա այլ բան էր պնդում, փորձում էր հավատացնել, իբր ոչինչից տեղյակ չէ, որ այդ ամենը թյուրիմացություն է։ Ինք ընդհանրապես շփոթվում այդքան բան կարամ ավելացնել։ Պետք էր պարզել հանցագործության մյուս մասնակցի ինքնությունը եւ որոնողական աշխատանքները շարունակվեցին։ Ասում են, հանցագործը միշտ վերադառնում է հանցանքի վայրը, մանավանդ եթե հանցանշաններ է թողել կամ ուզում է հասկանալ, իրեն կասկածում են, թե ոչ։ Այս դեպքում անհանգստանալու պատճառը մեծ էր։ Նրանցից մեկին արդեն բռնել էին։ Հիմա էլ հարևանի դիմակի տակ, երբեմն դեպքի վայրում, երբեմն էլ ոստիկանների աչքից հեռու շունչը պահած շրջում էր մյուս կասկածյալը՝ Գուրգեն Սահակյանը, որին օրեր անց քրեական հետախույզները համապատասխան ճշտումներից հետո նույնպես բռնեցին։ Գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկում են միջոցառումներ։ Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ավազակություն հարուցվել է քրեական գործ։ Գարուշ Առաքելյանը եւ Գուրգեն Սահակյանը կալանավորված են։